Արայի ստորոտում Ծաղիկ անունով մի կույս աղջիկ էր ապրում։ Հայ իշխաններից մեկը հավանում է եւ ուզում է բռնի տիրանալ նրան։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ թաքնվելու համար։ Լեռան ստորոտում հանդիպում է մի հովվի, ով գառներ էր արածեցնում, եւ խնդրում է ոչ մեկին չասի իր տեղը։ Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին նրան պատժելու համար։ Հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից եւ հայտնում Ծաղիկ կույսի տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին իրեն ներքև նետում։ Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարների հետ քարանում է։ Ծաղիկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչում են իր անունով։ Մատուռի կտուրից կաթացող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքը։ Մարդիկ գալիս եւ տանում են այդ ջուրը։ Իրական լեգենդը ծաղկևանքի սա է։ Ուխտավորները այնտեղ այցելում են մաշկային հիվանդություններից բուժվելու, անպտղություն, ծաղիկ հիվանդությունից առաջացած կուրություն։ Հենց ծաղկևանք բառը գալիս է Ծաղիկ կույսի անունով։ Ծաղկևանքի մեջ կա մի աղբյուր, որն առողջարար հատկություն ունի, հատկապես տեսողության կապակցությամբ։ Ջրում ցինկի բազմանշանակալից մակարդակ կա, որը օգնում է տեսողության, ինչպես նաև հոդերի եւ մկանների ջղաձգության։ Տեղի բնակիչները դրան սուրբ ջուր են ասում, դեռ հեթանոսական ժամանակներից։